եք կարծում մեզ ինչպիսի ղեկավար է պետք ուժեղ, բարի, հոգատար, ժողովրդի հոգսերով ապրող, որն է ձեր ղեկավարի իդեալը։ Բոլոր թվակազները Ժողովրդի հոգսերով ուղղակի ապրում։ Ոստի հոգսերով է պետք ապրել, ոչ թե իրանց ջեբերի ու իրանց օգուտի համար։ Լավ ղեկավարի իմ իդեալը Կարեն Դեմիրճյանն էր, որի օրոք ապրել եմ, Երևանում եմ ապրել ընդունում, ով ոտքով էր քայլում բոլոր տոնական օրերին շրջապատված երեխաներով։ Այդպիսի ղեկավար եմ ուզում։ Փաշինյանն էլ հեծանիվով եք, այսպես շրջագայությունների դուրս գալիս։ Փաշինյանը մենակ հեծանիվ կարող է քշել։ Նա այնիջանում է չի կարող անել, այդ հեծանիվն էլ ստացվել երևի, մանկությունից հեծանիվ քշել է, թե չի քշել, երևի չի քշել, հիմա է իրականացնում իր մանկական տենչանքներն ու երազանքները ընդամենը։ ուժեղ, բարի եւ ժողովրդի կողքին։ Այդ ղեկավարը պետք, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Մեծ ղեկավարը պետք գոնե ժողովրդի մինիմում պայմանների մասին մտածող մարդ է պետք մինիմում, որը մենք ունեինք, տարան նստեցրեցին։ Արի հոգատար, Ճիշտ մարդ է անի, բարի մարդ է անի, ճիշտ մարդ է անի, այսինքն Դեմիրճյանի պես մարդ է անի, հենց Դեմիրճյանի պես, Տողորմազիկ Դեմիրճյանի պես։ Գիտուն, խեև խելացի և առաջնարկ ժողովրդի նկատմամբ խիղճ ունեցող։ Հասկացող, խելացի։ Հավադարիմ հարատատ Արտան Հոգատյանի պես մարդ, որ միանար ռուսներին տեղ կուզեն քեզ մի տեղեր չկա, տեղեր կան Ռուսաստանից կստանային, հմի փաստում է տեղեր չկա, թող թե Թուրքիան ու Ադրբեջանը խրգե, այդ մարդը չի խրգե։ Թող ժողովուրդը վերջանան, դու վերջացի մարդիկ հանգստանան, այդ կան մարդ գաղութեցնե, դու իսկ խրդով քնիս։ Փաշինյանը նոր եղել էր վարչապետ, ես ստեղ տիրովի վրա էդել էր չայ խմելու, գնացը պատտղը պատվել եմ, հմի որ իրան ընդրություն եղնի, ես իրան դեմ գնդրեմ։